Ջուրեր ունեն փոքրիկներս։ Լավ տեսնեմ։ Բուջուրներ։ Ավրորա ներսից է հաչում։ Ուտում եք խելոք, եկեք տեսնեմ։ Ուշս։ Սիրունիկս։ Բոլորը տեղում եք։ Հիմա։ Մրուտիկ, բա ուր է, ինքն էլ է այդտեղ։ Լոնտիկ այդտեղ է, ահա։ Դու չես ուտում։ Հա, դու գուշտ ես արդեն, դե դուք կերեք լավ։ Սիրուն ջան, գնացել էիր, հենքինն էլ ասում էր, են կողմ, աժոլ փոքրերին եմ բերել, հա բերացնել դեպ ասեմ, հավի հում կաշի էր։ Տեսնում եմ հումա, ասում եմ չի կարելի, ասում այ հացա։ Ջուրնիկերը մաքրեցի էլի թփերից տեղը փոքրիկների համար։ Սևուկը իդեպ այս երկուսին ճնշում էր, նույնիսկ այս տղային։ Կուրիկդ են սուրակաշներով սևուկը, որը մի քիչ էլ վախկոտը շատ է, չէ՞ ճնշում բոլորիդ։ Հաջող ողջուկ ջան, բայք ես, Ավրորան ու ձագերը ներսում են, հա։ Ձագերը գնում են Ավրորայի հետ ներսում նստում։ Դու էլ էստեղ։ Կնոջն ասում եմ ջուր էլ բերենք, մեկ-մեկ, ասում եմ, ջուրը մենակ մեծերն է խմում։ Ասի ուժեղ տրամաբանություն էր։ Խորկերն են ձագերը Ավրորայի հետ։ Արի նիհար, արի, ոնց է սիրտս, արի, ուշս, հիմա, կերպ ուշս, արի տեսնեմ, առավոտից գլուխդ բարձր սպասում ես սիրուն, սետ ինչ է, թող տես ուտում, արի, կեր, ես իմ այսօր կիրակի է, լավ բայք ես, խնդրում եմ, դու մեր շենք չգաս, տեսեն կատուն արդեն չկա, որովհետև առավոտյան լարողները դուրս են գալիս, նստում զրուցարանում, որ ոչ մի շուն ու կատու չլինի, ուիշ, դե կեր լավ, առանց ձայնի է, ընդամենը քայլելով զգացին ես եմ ու վազեցին, արի հաչանես, արիա, արջուկ, սևուկ, մյուսը, արջուկ, այսօր դու էլ ես եկել էստեղ, սպիտակը ներքևում է, չէ, լավ, քիչ հաչա ձեր տեղն էլ կիմանա, սպիտակը էստեղ չի, բա ուր է սպիտակը արջուկ, չոր տեղ է գնացել, լավ, ու մինչ ջուրը լցրեցին, սպիտակը եկավ ու ջուր խմեց, հա, սպիտակ չէ, ապրես, լավ, հաչան, հասկացա հիմա, կերեք, հաչանս հաչում է, մոշեր հավաքող գինն ասում է, կարող է գանվրես, ասում, այսքան կերակրում եմ անգամ ինչ չեմ մոտենում, ձեր վրա, իրանք իրականում երբեք մարդուն չեն մոտենում, վախկոտ են և ամենախելոք շները։ Մարդիկ երբեք հակառակը չեն մտածում, որ շներն են նաև իրենցից փախչում և միայն իրենք չեն, որ վախենում են շներից ու փախչում։ Կարողանամ տեղը ավարտել, երկ չգիտեմ, քանի որ իմ ռեսուրսները և այն ռեսուրսները, որոնք կարողանում եմ հավաքագրել, բոլոր օգնողների շնորհիվ այնքան սակավ եմ, որ ապաստրանի վերջնական ավարտը չգիտեմ երբ կլինի։ Ամեն դեպքում, եթե մի օր կարողանամ ավարտել, իրենց չեմ կարող այսպես տեղափոխել, իսկ իրենց անպայման պետք է տեղափոխեմ, իրենց պետք է քնեցմամբ տեղափոխել։ Ես ու Անտունիկներս անչափ շնորհակալ ենք բոլորին ցանկացած օգնության համար։ Մենք շատ բարձր ենք գնահատում ձեր նվիրատվությունները։ Ինձ անհրաժեշտ է ինֆորմացիա և համագործակցություն։ Խնդրում եմ արձագանքել նրանց, ովքեր տեղյակ են քնեցման մեթոդից։
Ոչ թե ասել, թե ով է անում, ով չի անում, այն ով կա, գիտեմ, այլ ավելի շատ ինֆորմացիա։ Երեք կշտացեք, նոր կգնամ։ Սևուկը, սպիտակը, հաչանը, արջուկը, մյուս վախկոտը։ Ահա այս 5-ը։ Եվ այս խմբի ոչ միայն ամենահին շունը, այլև իմ կերակրող շներից, որոնք ողջ են մնացել, ամենահինը դա սպիտակն է, որին արդեն շուրջ 8 տարի է կերակրում եմ, բայց մատով անգամ դիպչել չեմ կարող։ Վախկոտը, որը հենց ուղղակի վախկոտ եմ անվանում, այսպես գնաց են կողմերը, քանի որ կինը շարժվում էր, իրեն թված իր մոտ է գալիս, նրանք ուտում են, սպիտակը կերավ, ջուրը խմեց ու գնաց հանգստանալ։ Արջուկը մի պահ հետ գնաց, հետո եկավ սկսեց ուտել։ Դե հաջողություն սպիտակ լավ բայ, ես սիրունս։ Վախկոտ, ինքը այդ կողմը չէր առաջանում, իբր ինչի ես եկել էստեղ նստել, հա? Տմբով։ Ես թվում եմ գալիս էր ձեր մոտ, գնա ընկերներիդ մոտ, իրենք ենտեղ են։ Գնա սիրունս։ Հաչան երկրորդը շատ հեռվից ինձ տեսավ, նայեք ոնց ա վազում։ Խնդրում եմ այսօր չհաչաս, ույչ ինձ վրա։ Մյուսը եկավ։ Հասկացա, հանգիստ թողեք։ Հանգիստ եկեք։ Նայ, հիմա հաչալու է, գնալու է աջ ու ձախ բոլոր տեղերում հաչա։ Ուրախությունից վազվզում այս կողմ, այն կողմ ու հաչում։ Քեզ այստեղ կերակրեմ, նայ, հասավ աշխարհի ծերը ու հաչում։ Այս մեկը, եթե իրան չեն նեղացնում, ինքը չի հաչում, ուղղակի շատ սոված է, առանց ծամելու է ուտում։ Իսկ նա ուղղակի հիմա աջ ու ձախ հաչալու է։ Ինչ անեմ չգիտեմ։ Սիրունիկը հանգիստ գալիս է, գիտի ոնց հաչում է, հանգիստ թող իրան։ Բոլորն իմ ուծան, որ ես եկա հանգստացի։ Հասկիկեր։ Մի հատ կլինի խելոք մնաց։ Խելոք մնաց։ Ու այս հաչանների պատճառով բոլորն իմանում են, որ ես եկել եմ։ Նու մնա մեքենայի տակ գնալուց քեզ կերակրեմ, խելոք մնացեք, կերեք ու մի հաչացեք։ Ինչպես հասկին ու սիրուն է։ Կեր խելոքս, ունի մի հատ ձենները կտրել։ Լավ, ես վազեցի աշկիս։ Հե, նապո, այսօր քիչ ես ուղեկցել, արի լավ գնա։ Ձայները լռեցին այնտեղ, հաչանն էլ դուրս է եկել նայեմա, թե գնացիր, հա գնացի, քո դարդից գնացի։ Ձայները կտրվեցին, ինձ են տեսնում, այդպես հաչում են։ Իհարկե երբեք մարդկանց վրա չեն հարձակվում կամ հաչում։ Միայն ուղղակի անիմաստ աջ ու ձախ վազում ու հաչում է։ Ու թռնում ինձ վրա, ինչի համար սա։ Գնա, իրենց մոտ 2 աման ջուր եմ բերել, քեզ էլ կբավականացնի կխմես։ Գնա խմի, հաջողություն։ Այսպես ջուր եմ լցնում, Սամ ջան, բերեմ եք անկյունում տեղավորեմ։ Սրեցի կերնի ջուր դրեցի Սամին, գնացի, հետո հայտնվեցին հսկիչները, չակերտավոր։ Հաջողություն։